Բոլորս արտանց ասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Շնորհակալ լինենք Տիրոջից այսօրվա համար, որ Աստված հնարավորություն տվեց սիրակենաց խոսքը լսելու համար։ Դրանք կենաց խոսքեր են, մարգարիտներ են մեզ համար, ինձ համար եւ ձեզ համար։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, մի բան կարող եմ ասել, ինչպես Տեր Հիսուսն ասում էր, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Հնարավոր է շատերը կարողանում են լսել, բայց արդյունք, օրհնություն չեն ստանում։ Թող ամեն բան մեջ Աստված փառավորվի իր խոսքի միջոցով, իր զորությամբ։ Հակոբոսը հետևյալ խոսքերը գրել ինձ համար եւ ձեզ համար։ Հակոբոսի պետք արտամ 4-րդ գլուխ 7 խոսքից, Հակոբոս 4-րդ գլուխ 7 խոսքից։ Ուստի հնազանդվեցեք Աստծո, սատանային հակառակեցեք եւ անեկա ձեզ մե պիտի փախչի։ Առաջինը մենք կարդում ենք, որ գրված է առանց հնազանդության, առաջի կարևոր բանը հնազանդությունն է։ Եթե սովորաբար մեկը չի հնազանդվում Աստծո խոսքին ու փորձում է սատանան հակառակ կենալ, հնարավոր բան չի դա։ Առաջի կարևոր բանը Հակոբոսը Սուրբ Հոգով լեցված գրում է, ինչպես կարդացի Հակոբոսի 4:7-ը, ուստի հնազանդվեցեք Աստծո եւ հակառակեցեք սատանային, որ նա ձեզանից պետք է փախչի։ Պետք է փախչի, այդպես է գրված։ Քրիստոսով եղբայրներ, եթե մենք սովորաբար փորձենք չնազանդվել Աստծո խոսքին ու հակառակ կանգնել ասել հետիցս գնա, ես կարծում եմ ավելի մոտիկը կգա, քան թե հետից կգնա, ավելի կմոտիկանա, նա չի կարող հեռանալ։ Առաջի կարևոր բանը, մենք գիտենք, որ սովորաբար հնազանդությունն է Աստծո կամքին, ինչպես Ադամ եւ Եվան չնազանդվեցին, եւ իրոք որ այդ թշնամությունը առաջացավ ոչ թե միայն մարդկանց մեջ, գրված է միջ անգամ կենտանական աշխարհի մեջ էլ, որովհետեւ դրախտում կենտանիները իր հետ թշնամություն չեն ունեցել, միջև Ադամ Եվայի մեղ գործելը։ Հազարամյակում էլ այդպես պետք է լինի։ Գրված է գառը գայլի հետ, վագրի հետ եւ այդպես պիտի ապրեն։ Թշնամություն չի կարող լինել։ Այսինքն Ադամ Եվայի պատճառով այդ բոլորը եղավ եւ միջև հիմա այդ թշնամությունը կա։ Դուք լավ գիտեք, ինչպես մարդը ունի իր թշնամին, որը սատանան է, հոգիների թշնամին, այդպես էլ կենտանական աշխարհը, բոլորը բուսական աշխարհը, ամեն մեկը ունի իր թշնամին։ Եղբայրներ, քույրեր, թող Աստված օգնի։ Մենք էլ ունենք, նորից եմ կրկնում, թշնամի, որը հակառակորդ սատանան։ Մենք գիշերը քնում ենք, բայց նա ինքը քուն չունի։ Ընդմիջում չունի նա։ Այն որ ասում է շաբաթ կիրակի չունի։ Մարդը քնում հանգստանում է, բայց հակառակորդը գիշերը ինքը չի քնում։ Նրա գործը միջև վերջ պատերազմելու։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի։ Աշխարհի մարդիկ չեն հասկանում, այդ ինչ բարի պատերազմը։ Միթե պատերազմը լավ բան է, որ դրա մեջ բարի բան փնտրենք։ Պատերազմի մեջ բարի բան կա։ Եթե ընտանիքում պատերազմ կա, հնարավոր է մեկը մտնի ասի, որ ինչ լավ բան եք անում։ Այդ ինչ բարի պատերազմ եք անում։ Հոգևոր կյանքում դա համարվում է բարի պատերազմ։ Հաղթությունը, ինչպես եղբայրներ ասեցին, դա Քրիստոսի միջոցով է, նրա արյամբ շնորհիվ է։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, եթե մենք սովորաբար ու մենք նայում ենք հետարքիրը, Տեր Հիսուսը, երբ որ աշակերտներին հորդորեց ասելով աղոթ կարեք, որ փորձության մեջ չմտնեք։ Շատ անգամ հավատացյալներ կա, որը տեսնում են, բացահայտ տեսնում են հակառակորդի գործերը, հոգևորներ կան, որոնք սարաբես չեն տեսնում, չեն զգում դա, չեն տեսնում, գալիս է վտանգը, վտանգից հետո նոր են հասկանում։ Տեր Հիսուսը Պետրոսին եւ առաքյալին ասեց. աղոթ կարեք, որ փորձության մեջ չմտնեք։ Փորձությունը չգա, եւ բայց աղոթ չարեցին։ Քանի անգամ եկավ տեսավ քնած էին։ Մեր կյանքում էլ այդպես է։ Եթե սովորաբար ուզում ենք որպես միշտ հաղթող լինենք, կյանքը պատերազմ է։ Պետք է աղոթքի կյանք ունենաս։ Կարդում ենք, որ Տեր Հիսուսն ասեց. Պետրոս, ուշադիր եղեք, Պետեգոս առաքյալն նա, սատանան ուզեց քեզ ցորենի պես խալբալել, բայց ես քո համար աղոթ կարեցի։ Գիտեք ինչքան դեպքեր են լինում, Սուրբ Հոգին հավատացյալին արթնացնում է, գիշեր լինի, ցերեկ լինի,
աղոտ կանում թե իր համար անձնական, թե բացում ասում ես հոգոմար աղոտ կարա, որովհետև հակառակորդ թշնամին ծուղակ է պատրաստում, ոչ թե նրա համար ես ուղղակի ուզում եմ, որ նրա գործերը մեծացնենք, բարձրացնենք, այլ ուղղակի հասկանանք, ինչպես Պողոս առաքյալն ասում է, նրա գործերը չգիտող չենք։ Մեր կյանքում նման դեպքեր շատ են լինում, մենք էլ չենք հասկանում, թե ինչ է կատարվում, թե ինչի այսպես եղավ։ Մենք ընդամենը քանի տարվա փորձ ունենք, բայց ինքը շատ տարիների փորձ ունի։ Գրված է մի անգամ Առակաց 7-րդ գլխում նրա կործանված մարդիկ զորավորներ էին, որոնք մավաշ տեմարաները կիչնեն։ Դուք լավ գիտեք, որ դժողքը մարդու համար չի պատրաստված, սատանայի եւ իր հրեշտակների համար, լեգիոնների համար։ Վերջերս սերտողության ժամանակ մի քույրիկ հարց տվեց, ասեց. լավ են դևերը, մի մարդու մեջ ինչքան դևեր կային։ 2000 ավելի խոզերին ամբողջը կառավարեցին 2000 ու շատ եղի 2 հոգի, 2 խոզ չէ, ոչ է 200։ Այդքանին այդ բոլորը մի մարդու մեջ էին։ Բոլորին կարողացան ինչ անել, բոլորին վերցնել, դրանց զգայարանները ինչ արեցին, որ բոլորը տարան խեղդեցին։ Հետո ասում ինչ եղավ, դե պարզա որ ջրի մեջ չմնացին էլ լեգիոնները։ Նրանք ջրի մեջ չմնացին, վերջերով երկրի վրա են, ինչպես գրված է, չէ, երբ որ միտեղ որ դատարկ է մնում գրված է, նա անջուր տեղեր է պտտվում եւ գալիս է նորից բնակվում է։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, նրանք որոնք որտեղ են տալիս։ Այդ դեպքը դուք լավ հիշում եք, քահանայի որդիները, հիշում եք Գործ Առաքելոցում գրված է, Գործ Առաքելոց 19:13-ը, 19:13-ում այսպես է գրված. բայց աստանտական հրյանների մեկ քանիները, որոնք երդմեցուցիչ էին, հանդգնեցան Տեր Հիսուսի անունը կանչել անոնց վրա, որոնք չար ոգիներ ունեին, եւ կսեին, ձեզ կերտմեցնենք Հիսուսով, զոր Պողոսը քարոզե։ Եվ այս բան ընողները Սկիվիա, ըսված հրյա քահանապետիմը, որ 7 որդիներն էին։ Իշ չար ոգին պատասխան տվավ եւ ասեց. Հիսուսը կճանչնա։ Ու Պողոսը գիտեմ, բայց դուք ով եք։ Նրանք Տիրոջը չեն ընդունել, նրանք Քրիստոսին չեն ընդունել։ Նրանք ուզեցան ինչ-որ մի հատ իրանց կողմից էլ հրաշք լինի, ինչ-որ մի բան հրամային կատարվի։ Տեսան, որ առաքյալների ձեռքով մեծ հրաշքներ էր կատարում, դևեր ազատագրում են։ Իշ չար ոգին պատասխան տվավ ու ասեց. Չարը խոսում է մարդկանց շրթունքներով, տվավ ու ասեց. Հիսուսը կճանչնան, Պողոսը գիտեմ, բայց դուք ով եք։ Եվ այն մարդը, որուն ներսիդին էր չար ոգին, անոնց վրա ցատկելով բռնեց զանոնք ու հաղթեց, մինչև որ այն տունեն մերկ ու վիրավորված դուրս փախան։ Այդ 7-ն էլ մերկ ու վիրավորված դուրս փախան։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, մի բան պետք է հասկանանք, նա էլ իշխանություն ունի։ Գրված է, նա այս օդի իշխանն է։ Դրա համար Տեր Հիսուս ասեց, նա գալիս է, բայց ինձ վրա իրավունք կամ իշխանություն չունի։ Իսկ հնարավոր է այսօր կան հավատացյալներ, որ իրավունք եւ իշխանություն ունի նրանց մոտենալու։ Եթե մենք ենք որտեղ ենք տալիս, եղբայրներ քույրեր, մենք ենք որտեղ ենք տալիս։ Եթե մենք նայում ենք Սավողի կյանքը սկզբից, որ իր սիրտը մաքուր էր, որտեղ գրված է Սավողին Աստված ուրիշ սիրտ տվեց եւ գրված է ինքը փոխվեց ուրիշ մարդ դառավ։ Եվ այն ժամանակ, երբ որ սովորաբար թշնամին ուզում էր անարգանք բերել Իսրայելի ժողովրդին, Սավողի վրա Սուրբ Հոգին իջավ եւ նրա վրա համարձակություն եղավ, պատերազմեց եւ հաղթեց։ Բայց նույն Սավողը իր կամակորության մեղքի պատճառով գրված ինչ կատարվեց, ովքեր հիշում են, Սուրբ Հոգին ինչ եղավ, հեռացավ։ Դրան հակառակ երբեք հանկարծ չմտածեք դատարկ կարող է մնալ, դատարկ չի մնում մարդու սիրտը, կամ Սուրբ Հոգին պետք է առաջնորդի, կամ սատանայի ոգին, եւ նրա վրա չար ոգի եկավ։ Նայեք սկզբնական կյանքը, մի անգամ, երբ որ ոմանք կային, որոնք իրան չեն ուզում որ թագավոր լինի, երբ որ ինքը թագավոր եղավ, ասեցին դրանց հարցերը լուծի, ասեցին ի՞նչ եք խոսում, նման բան երբեք չեմ կարող անել։ Այդպես սիրտ ուներ ինքը, բայց մենք կարդում ենք դրանից հետո Դավիթ ինչ էր արել իր նկատմամբ, նա ուզում էր ինչ աներ, վերացներ։ Քանի անգամ կատաղեց, նիզակը նետեց, որ Դավիթին պատին մեղի։ Եղբայրներ քույրեր, բայց հետարքիր է, ուշադրություն դարձրեք։ Դավիթի վրա գործում էր Սուրբ Հոգին։ Գիտեք հոգևոր կյանքում այն հավատացյալները, որոնք ճիշտ կյանք են ապրում, ոչ թե նրանց աղոթքի մեջ կա զորություն, երկի մեջ էլ կա օրհնություն եւ զորություն։
Երկի մեջ էր։ Դավիթը ինչ էր անում, նա չէր աղոթում այդ պահին Սավողի համար, այդ պահին, նա երգում էր, այդպես է գրված։ Երկի ժամանակ ինչ էր կատարում ով հիշում։ Սուրբ ոգին որ գործում էր, չար ոգին հեռանում էր։ Սավողը շատ լավ էր զգում իրան։ Այդ խավար ուժը չէր նեղում։ Եղբայրներ քույրեր, դրա համար իմ խնդրվածն է ձեզ, սիրելի մայրեր, ովքեր այսօր մայր են, վաղը մայր պետք է դառնան։ Գիտեք, մի մտածեք, որ միայն հավատացյալների վրա է հարձակում լինում, երեխաների վրա էլ հարձակում լինում։ Ես կյանքի փորձ ունեմ, ներող կլինեք, որ ձեզ սովորեցնում եմ։ Երեխաները որ փոքր էին, հարձակումներ էր գալիս, անխաղաղ վիճակներ, դժվարություններ, կամ աղոթք անում, կամ երգում էին, անմիջապես երեխան քնում էր։ Շատ մայրերի նման չէ, որ կճմտում են, մի կողմից սատանան է կճմտում, մի կողմից մայրեն է ծեծում, ինչի չես քնում։ Բայց թշնամին է իրան գցել փորձ դժվարության մեջ։ Աղոթքը պետք անել կամ երգել։ Եթե փորձ ունեցել եմ, կամ աղոթում եմ, կամ երգում եմ, մեկ ցար երեխան միջապես հանգստանում էր։ Հիշում եմ միտեղ մի գյուղում, մի քանի գյուղեր հավաքվել են պաշտամունքի։ Մայրը, որը երեխա հետ, գրգի երեխա հետ որ եկել էր, նոր ներս էր մտե, այդ երեխան ղժում։ Ես նկատեցի, որ այդ մայր արդեն որոշել էր, ոնց ասած, տեսնելով ժողովրդի տեղը չի կարող ներս մտնել, անթաթ անհանգիստ ղժում էր։ Հետո իմացա, որ մայրը ուզում էր հետ վերադառնալ, մտածելով համիրան կխանգարեն պաշտամունքը։ Ես նստած տեղից գնացի, ասեցի քույր ջան, արի այս սենյակում, երեխայիդ արի։ Աղոթք արվեց, մինչև պաշտամունքի վերջը մի հատ երեխան չլացեց։ Պետք է տեսնել։ Կան նորից եմ ասում հարձակումներ, թշնամին միշտ էլ պատերազմում է։ Նա չի նայ մանուկ է, պատանի է, երիտասարդ է։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ինչպես դուք լավ գիտեք, որ գրված է աշխարհը խավարի մեջ է, բոլոր մարդկությունը գրված է նրա իշխանության տակ են, ովքեր որ չեն հավատում Քրիստոսին, ովքեր դեռ մեղքի գերի են։ Պատական չի, որ Պողոս առաքան ասեց, ես քեզ ուղարկում եմ նրանց աչքերը բանալու, երկրորդը խավարից լույսի, երրորդը սատանայի իշխանությունից Աստծո դարձնելու, չորրորդը որպեսզի մեղքերի թողություն առնեն սուրբերի հետ մասնագետների են, այսինքն Քրիստոսին հավատալով։ Ուրեմն տեսեք մարդ ինչ վիճակի մեջ է, նախ կույր է, երկրորդը խավարի մեջ է, երրորդը սատանայի իշխանության տակ է, չորրորդը մեղքերի մեջ մեռած է։ Բայց Քրիստոսը ինչպես մեզ, այնպես էլ կենտանացնում է մարդկանց։ Ես մի վկայություն կարող եմ ասել, մենք մի հատ եղբայր ունենք Վանաձորից, այդ եղբայրը չկա, հիմա ննջել է։ Ինքը որ ապաշխարել է, եղել է պայստաբեդ, կոմունիստների ժամանակ պայստաբեդ, որ ապաշխարել է, մեծ բաները թողել է, բայց փոքր բաները գործել է, փոքր բաներ, ինչ որտեղ ասենք փոքր բաներ բերել է էլի տունը, պայստից բերել է, մեծերը թողել է, փոքրները բայց չի թողել։ Այն ժամանակ մի անձնավորություն մի կին, որ դարձի է գալիս, բարձում է, որ ինքը չարով բռնված եղել, ինչպես այս անձնավորության մեջ գրված է սատանան մեջն էր իրա։ Եղբայրները մի քանի օր ծոմ եւ աղոթք են անում, որտեղ Տերն ասեց, այդպիսիները միայն ծոմով եւ աղոթքով։ Հակառակորդ շնամին վախենում է սուրբ հավատացյալներից եւ վախենում է նրանք, որոնք ծոմապայության աղոթքի կյանք են ապրում, որտեղ դա մեծ, նորից եմ ասում, հարված իրան։ Երբ որ այդ եղբայրը, պայստաբեդ եղբայրը իմանալով, որ եղբայրները մի քանի օր ծոմով աղոթք են անում, ասում է ես էլ գնամ, միաբանվեմ, մի քիչ լավ ձայն ուներ, զրնգան, այնպես լավ բարձր ձայն ուներ։ Գնում է, որ եղբայրների հետ աղոթք անի։ Դե որ պարզավոր սատանային սովորաբար չեն ասում, խնդրում եմ դուրս արի։ Հրամայում են Հիսուսի անունով, չէ՞, այդպես է։ Տեր Հիսուսի անունով։ Այս եղբայրը որ գնում է սկսում է հրամայել, քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, հրամայում եմ Քրիստոսի անունով, այդ կնոջ միջոցով բերանով խոսում է։ Գիտեք, հակառակորդը օծին էլ կարող օգտագործել, կենտանուն էլ կարող օգտագործել, մարդուն էլ օգտագործում է որպես գործիք։ Երբ որ ինքը հրամայում ասում է դուրս արի, այդ չար ոգին այդ կնոջ միջոցով ասում է անունը տալիս, ասում է դու գող, անունը պատվական է, դու գող պատո, դուրս չեմ գա։ Դու եկել ես համիմ կամքն ես կատարում, համել եկել ես, որ ինձ հրամայես դուրս գամ, դուրս չեմ գա։ Այսինքն իր կամքը ինչպես էր կատարում, գողություն էր անում։ Պայստից ինչ որ բաներ, մեծ բաներ թողել էր, բայց փոքրները չէր թողել։ Գողությունը համարում թե չէ։ Հա, համարում է թե չէ։ Մեկ կարող ասել ես մեծ սուտ չեմ խոսում, փոքր սուտ եմ խոսում, հա։ Սուտը մնում է սուտ։ Իրոք որ հակառակորդը իր բերանով խոսել էր։ Եվ գիտեք մի բան էլ ասել էր։ Ասել էր այն մի անձնավորություն, որ եկել է եղբայրներից մեկին չար ոգին խոսում է իր միջոցով, ասում է եկել է եղբայրից մեկից փող է ուզում,
որ ինքը պոլիտեխնիկ է սովորում, տանի, որ դասախոսին տա, կաշառք տա, որ իրան գնահատական դնեն։ Էդ էլ միջ անգամ թշնամին լավ գիտի, բոլոր գործերը գիտի։ Եղբայրներ, քույրեր, մոտեցեք Աստծուն, հակառակեցեք, նա ձեզանից պիտի փախչի։ Որովհետև մենք նայում ենք, Տերը ինչ է արել։ Տերը տվել է իշխանություն։ Իշխանությունը դա Տեր Հիսուսից է։ Այդ իշխանությունը կիրագործվի նրանց կյանքում, որոնք հակառակորդի կամքին չեն հնազանդվում։ Հակառակորդի կամքով չեն ապրում, այլ Քրիստոսի խոսքով։ Դուք հիշում եք, երբ որ սովորաբար Իսրայելը, որ արդեն տկար վիճակի մեջ է, Սավոյից էր դա սկսվել։ Այն ժամանակ փղշտացիները դուրս են եկել պատերազմի, լավ գիտեք։ Հիշեցնում եմ աղագին։ Հետարքիրը մի մանձնավորություն կար, որ անունը Գողիաթ էր։ Երբ որ կանգնում էր, անարգում էր Աստծուն եւ իր ժողովրդին, ոչ մեկ չէր համարձակում ինչ-որ մի բան ասելու։ Բոլոր ամեն մեկը միտեղ պահկվում են։ Դա օրեր շարունակ էր դա կատարվում։ Բայց քանի որ Դավիթի վրա թեկուզ պատանի էր, եղբայրներ, քույրեր, եթե թեկուզ պատանի լինի, մանուկ լինի, երիտասարդ լինի, երբ որ Աստվածային հոգին է գործում, Սուրբ հոգին է գործում, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, ոչ մեկը չի կարող դեմ դնել։ Դրա համար զարմանք էր։ Դավիթը սկզբի Սավուղ ուզեցավ իր զենքեր հագցնել։ Երբ որ հագցրեց, նա մտածեց, որ սրանով չի կարող պատերազմ, նա հիշեց։ Երբ որ ինքը դուրս էր գալիս առյուծի դեմ կամ ինչ-որ մի կենտանու դեմ, սպառազինություն չուներ նա։ Մի հատ պարսատիկ ուներ։ Նա հասկացավ, դա մարդկային գաղափարից բխած սպառազինություն է, որը ոչինչ չի կարող անել։ Ոչ մոկու չի կարող տալ։ Եղբայրներ, քույրեր, չի կարող։ Դրա համար գրված ինքանից այդ բոլորը Սավողի տված միայն պարսատիկը վերցրեց։ Հրեկեք մտածեք, եթե սովորաբար այդ քարը որ գնար, պարսատիկի միջոցով, մանավանդ որ սաղավարտ ուներ գլխին, Գողիաթը, ընդամենը ինչ կարող է լինել։ Մի հատ ձայն պետք է կար։ Մի հատ ձայն։ Հիմա պղնձից էր, թե ինչ էր, պողպատից էր, միայն ընդամենը ձայն կկար։ Երբեք այդ քարը չէր կարող այդքան ուժգին մտնել ճակատի մեջ։ Բայց մենք մի բան պետք է հասկանանք, որը այդ քար տանողը Սուրբ Հոգու զորությունն էր։ Եղբայրներ, քույրեր, դրա համար պատահական չէ, որ ինչ ասեց։ Հիշում եք ինչ ասեց։ Ասեց դու գալիս ես քո ուժով, քո զորությամբ, բայց ես գալիս եմ Աստծո ամենակարող զորությամբ։ Դրա համար Գողիաթի համար շատ ծաղրալի բան էր դա, ծաղրանք էր դա։ Դու եկել ես շուն սատկացնելու։ Եկել ես շանտեղ ես ինձ դրել։ Ուզում ես քարով ինչ-որ մի բան անել, բայց եղբայրներ, քույրեր, տեսեք, սա է Աստծո զորությունը, ինչպես բոլոր դարերում Աստված գործել է։ Եթե սովորաբար մենք նայում ենք Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լեցված, որպես հրաման, դա ոչ թե միայն եղբայրներին է, բոլորին է պետք։ Մենք բոլորս պատերազմի մեջ ենք, կյանքը պատերազմ է։ Մինչև կյանքի վերջի շունչը հոգևոր կյանքը պատերազմ է, լույսի եւ խավարի։ Եղբայրներ, քույրեր, այդ պատերազմը կա։ Այդ պատերազմը կա։ Դրա համար Պողոս առաքյալը ինչ է գրում ինձ համար եւ ձեզ համար։ Սա գրված է, լավ գիտեք, Եփեսացիների 6-րդ գլուխ 10 խոսքից։ Եփեսացիների 6-րդ գլուխ 10 խոսքից։ Տերը օգնի, որ արթուն եղեք, չքնեք։ Ասկե յետև եղբայրներս, զորացեք Տիրոջ շնորհով եւ անոր զորության կարողությունով է։ Ասկե յետև եղբայրներս, զորացեք ինչով Տերոջ շնորհով եւ անոր զորության կարողությունով։ Ձեր վրա հակեք Աստծո սպառազինությունը։ Եղբայրներ, քույր, Աստծո սպառազինությունը, որը Տերն է տալիս, Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք, ուշադիր եղեք, կարող լինեք, եթե չլինի սպառազինություն, մենք չենք կարող։ Սատանայի հնարքներուն դեմ դնել, նա շատ հնարքներ ունի։ Նա շատ որոգայթներ է պատրաստել հավատացյալների համար։ Եղբայրներ, քույր, շատ հնարքներ ունի։ Գրված հնարքներուն դեմ դնել։ Վասնզի մեր պատերազմը արյունի ու մարմնի հետ չէ, հապա իշխանություններու, պետություններու հետ եւ այս խավար աշխարհի իշխաններուն հետ, երկրավորներու մեջ եղող չար ոգիներու հետ։ Դուք գիտեք, սովորաբար տարբեր ոգիներ կան, որոնք որ սովորաբար կարող են մարդկանց բռնել, թե ագահության միջոցով, թե շնության միջոցով, ամեն տեսակ հոգիներ կան, խուլ համր հոգիներ կան, վրճը, տարբեր, այդ կարող ասել շատ են նրանք,
Ես չեմ ուզում ավելի մանրացնել։ Այսօր համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, նորից է կրկնում, որպեսզի կարող լինեք չարության օրը դեմ դնել։ Ամեն բան լմեցնելի հետև հաստատուն կանգնել, ուստի ձեր տեղը կայնեցեք։ Մեջքերը ճշմարտությամբ ամրացնելով, մեջքերը ճշմարտությամբ ամրացնելով եւ արտարության զրա հագնելով։ Մեջքի ճշմարտության մասին է խոսում, արտարության զրահի մասին է խոսում, հագնելով ու ոտներուդ հագցնելով խաղաղության ավետարանի պատրաստությունը եւ ամեն բանի վրա հավատքի վահան առեք, որով կարող պիտի լինեք չարի ամեն կրակոտ նետերը մարել։ Չարի ամեն կրակոտ նետերը մարել։ Գրված է կրակոտ նետեր են, սովորական նետեր չեն։ Նրան մարելու համար վահան է պետք, հավատքի վահան։ Հավատքի վահան, այդպես է գրված։ Երբ որ սովորաբար կինոռասիոն որ ժողովներ է լինում, պաշտամունքի ժամանակ քույրիկներից մեկը տեսնում է, որ եղբայրը որ խոսք է խոսում, նկատում է, տեսնում է, որ նետերը գալիս են ուղիղ եղբորն են կպնում։ Խոսքը այնպես չի գնում առաջ։ Նետերը գալիս են իրար հետևից ու կպնում է եղբորը։ Այդ քույրիկը արթուն է լինում, սա նստածտեղ աղոտ կանել։ Տեր եղբորս օրհնի, Տեր զորացա, Տեր ցանկապատի, մի խոսքով ինչպես աղոտ կանում։ Մեկը այդ աղոտքի ժամանակ տեսնում է, որ Տեր Հիսուսը բերեց մի հատ վահան դրեց իր առջև։ Այդ նետերը էլի գալիս էին, բայց եղբորը չէին վնասում։ Եղբայրներ քույրեր, առանց վահանի նետերը կվնասեն, առանց սաղավարտի վնաս կլինի, առանց ճշմարտության մեջ կամրությունով, առանց արտարության հանդերձի չեն կարող պատերազմել։ Սովորաբար պատերազմող մարդը պետք է այդ զենքեր ունենա։ Չհաշված կարդում ենք ստեղ առաքյալն ասում ինչ ասում։ Եվ ամեն բանի վրա հավատքի վահան առեք, որով կարող պետք է չարի կրակոտ նետերը մարել։ Եվ փրկության սաղավարտ արեք ու հոգի սուրը, որ Աստծո խոսքն է։ Հոգի սուրը դա Աստծո խոսքն է։ Ամեն շարունակություն, ամեն աղոթքով ու խնդրվածքով, ամեն ատեն աղոթք գրեք հոգով, ու այս բանի վրա հսկեցեք կատարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերի համար։ Եղբայրներ քույրեր, բոլոր սուրբերի համար։ Վերջում մենք նկատեցինք, որ առաքյալը սա վերջում կնքում է, որ ամեն ատեն աղոթքով, աղոթքի կյանք ապրելով, Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ, մի անգամ սովորաբար խմբում աղոթների, տեսիկների խմբում ծածուկ հոգս դրեցի, իրանք չգիտեն, ասի հոգսի համար աղոթում ենք, ասենք առաջի հոգս, երկրորդ հոգս, մի համարի մեջ իմ հոգսը դրեցի, ասի Տեր, ինչ ունես ինձ ասելու, իրանցից ոչ մեկը խաբար չի։ Հետարքիրը քույրերից մեկը ասեց մի հատ եղբոր տեսա, բայց դեմքով Տերը ցույց տվեց ով էր այդ եղբայրը։ Այսինքն դեմքը ցույց տվեց, բայց եղբայր էր։ Դուրս էր գալիս մի հատ դաշտավայր, սատանայի լեգիոներ կային ու պատերազմում էր ինքը։ Մեկը ասում է պատերազմից հետո գնում էր պատերազմելու, բայց քանի որ սպառազինություն չուներ, գալիս է վիրավորված։ Ինչպես շատեր իրոք որ վիրավորվում են, վնաս են կրում։ Գրվածը նորից էր ապակիվում, նորից էր գնում պատերազմի։ Մի քան անգամ պատերազմից հետո վնաս էր կրում եւ ասում է Տեր Հիսուսը կանգնավ կողքն ասեց. «Զավակս, այսպես դու պատերազմես, միշտ էլ վնաս ես կրելու»։ Ինչպես առաքյալը որ գրեց, ասում է նույն զենքերը կար։ Նույն հանդեսները, վահանը, սուրը, ասես դրանք հակի։ Ասում է եղբայրը լսեց, հնազանդվեց եւ ու ինքը հակավ, դուրս եկավ պատերազմի, այդ սատանայի լեգիոները որ տեսան այդ սպառազինված անձնավորությունը, փախան, ոչ մեկը չկարողացավ դեմ կանգնել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այո այդպես է։ Այդպես է բոլոր դարերում, այդպես է մեր կյանքը, եթե մենք սպառազինվում ենք Աստծո սպառազինությունով, որպեսզի կարողանանք դեմ դնել ամեն ժամանակ եւ չարության օրը եւ ամեն ժամանակ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Դրա համար թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք բռնվելու տեղ չունենանք։ Դրա համար պատահական չէ, որ երբ որ կարդում ենք 51-րդ Սաղմոսում, այս աղոթքը ինչպես է աղոթքը բերում Տիրոջ առջև, որ մենք էլ պետք է այդպես անենք Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Սովորաբար եթե մենք նայում ենք 51 Սաղմոսում գրված է հետևյալ խոսքերը։ 51 Սաղմոսի 10 խոսքից կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար։ 51-ի 10-ը։ Ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծե, ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծե ու իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգե։ Զիս երեսեդ մի ձգեր ու քո սուրբ հոգիդ ինձ մի հաներ։ Քո փրկությունը ցնծությունը ինչ արա ինձի ետ դարձուր ու կամավոր հոգիմը թող ինձ հաստատե։ Առաջին ասում է իմ մեջս մաքուր սիրտ ստեղծե։
եւ ուղիղ հոգի, եւ քո Սուրբ ոգին ինձանից մի ան, այսինքն զորություն ինձանից մի վերցրա։ Դրա համար պատահական չի, որ Տեր Հիսուսն ասեց. ես ձեզ տալիս եմ իշխանություն։ Ինչ իշխանություն։ Սատանայի քանի զորության վրա, տոկոս զորության վրա կողքրտելու, ով իշխում։ 20%, 50%, 80%։ Գրված է նրա բոլոր զորության վրա կողքրտելու մահաբեր թույնը չես չի կարող վնասել։ Եղբայրներ, քույրեր, մահաբեր թույնը չի կարող վնասել։ Հետարքիր է, երբ որ միտեղ որ սովորաբար, որը մի երկրում որտեղ սովորաբար կախարդություն այնքան շատ է եղել, կախարդությունները, լրիվ կախարդներ են եղել, սատանային են պաշտել։ Երբ որ սովորաբար ավետարանի խոսքը այնտեղ թափանցել է, քարոզիչը գնացել քարոզելու, ու հետագ ինչն է բացել։ Իրանց ամենամեծ ղեկավարը տեսնում է, որ բոլոր այդ իրան չար լեգիոնները փախնում են։ Ասում է չհասկացա, այդ ինչ եք փախնում։ Եվ նրանք ասում են, որտեղ զորավորն եկել։ Ո՞նց զորավոր։ Ուրեմն ավելի զորավորը կա։ Հիսուս Քրիստոսն է այստեղ։ Ասում է, եթե ավելի զորավորը կա, ես պետք է իրան ընդունեմ։ Եվ այդպես է լինում իր ապաշխարությունը եւ ժողովրդի ապաշխարությունը։ Այո, եղբայրներ, քույրեր, այն հավատացյալը, որ ճիշտ կյանք է ապրում, ոչ մի բան չի կարող դեմ կանգնել, դեմ դնել։ Տեր Հիսուսը Պողոս առաքյալն ասեց. դու պետք է քարոզես, ու ոչ մեկ չի կարող քեզ դեմ դնել։ Ես քեզ հետ եմ։ Ինչի համար Տերն ասեց. ես ձեզ հետ եմ մինչև երբ։ Մինչև աշխարհի վերջ, եղբայրներ, քույրեր։ Իմ աղաչանքն է ձեզ, ինձ համար, ձեզ համար։ Հնազանդվենք Աստծո խոսքին եւ հակառակ կանգնենք։ Մի հատ խնդրվածք կլինեն, որոնք գիտություն չունեն։ Դու գիտեք, որ ինչպես գրված է, կյանքը պատերազմ է, հակառակորդը ճշնամին կարողանում օգտագործել այն ամուսները, որոնք անապաշխար են, այն երեխաները, որոնք անապաշխար են, դեռ իր գերության մեջ են։ Հակառակորդը օգտագործում որպես գործիք։ Գրված է. նա է կառավարում։ Դու դա պիտի տեսնեք։ Հաճախ լինում են դեպքեր, փոխանակ մենք տեսնենք ով է դրա հեղինակը, մենք մարդու դեմ ենք դուրս գալիս։ Մարդու դեմ ենք դուրս գալիս։ Պատերազմ ենք մարդու դեմ, փոխանակ պատերազմ ենք սատանայի դեմ։ Եղբայրներ, քույրեր, նման դեպքեր շատ է լինում։ Մեր մեծասակ Գևորգ եղբայրն ասում էր, եթե գայլը գառին վերցրել է, քո ձեռքը մի հատ մեծ փայտ կա, ո՞ւմը պետք է խփես։ Իս շատ անգամ գառի խփում ասում են, ինչի գնացիր մտար բերանը։ Ինչի գնացիր մտար բերանը։ Քեզ ով թող տվեց գնալ մտած բերանը։ Եղբայրներ, քույրեր, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, պետք է մենք հասկանանք ով է հեղինակը, ով է գործում։ Դրա համար շատ անգամ, երբ որ դու տեսնում ես հակառակությունը, չարությունը, հայյանքը, ասենք, ամուսին կլինի կամ ինչ որ լուան կլինի, փոխանակ մտքի մեջ սրտում անդրազանց աղոտ կանելու, միաբանվում ես կամ ասենք հակառակ բաներ դու ես անում, մտածելով դու դրանով պիտի օգնես։ Հաճախ եղել ասում եմ, ինչքան որ դու խոսեցիր մի բան եղավ, օգուտ եղավ, ասում եմ ոչ մի բան չեղավ, էլի չլինի։ Պետք է ինչ անել հավատքով աղաչել Տիրոջը։ Դրա համար Հովհաննեսն ասում է, ինչն է որ պետք է հաղթի աշխարհին։ Աշխարհը մենք հասկանում ենք մեղքը, սատանան, որոկայտները, եթե ոչ մեր հավատքը, այն առողջ հավատքը, որ Աստծո խոսքով է, որը դու տեսնում ես, ով է պատերազմում, ով է դրա հեղինակը։ Դրա համար իմ աղաչանքն է, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, ինչքան դեպքեր եղել է, որ Սուրբ ոգին բացում է, տեսնում որ հակառակորդն է, պիտի պատերազմի հակառակորդի դեմ աղոթքով, մեկը տեսնում ես հանգստանում է։ Գնում է աղոթք անում, մեկը տերում ամուսինը հանգստացավ քնեց։ Նա չի պատերազմի ինչպես իր ամուսինը։ Թող Աստված օգնի Պողոս առաքյալի խոսքի համաձայն, որ ասեց. սատանայի գործերը չգիտող չենք։ Սատանայի գործերը պետք է մենք իմանանք նրա բոլոր խորամանկ քայլերը։ Եղբայրներ, քույրեր, նա շատ խորամանկ է։ Իրոք որ մենք նայում ենք, Տեր Հիսուսը իրոք որ իր խոսքերի մասը չէ, որ այս աշխարհի իշխանը գալիս է, բայց ինձ վրա ոչինչ չունի, եղբայրներ, քույրեր։ Գիտեք, նա էլ ուժ ունի, խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք։ Երբ որ Տեր իրավունք տվեց, հələ գնացեք Հոպիկիկը կարտացեք։ Երբ որ իրավունք տվեց, նա կարող է մարդկանց հանել, բերել, գրված եկավ ինչքան կոտորած արեցին։ Ուխտերը մի խոսքով է եւ ինչքան կոտորած արեցին։ Այնպեսի մեծ քամի արեց, գրված հակառակորդի կողմից էր դա, Տերը թույլ տվեց, ամբողջ տուն ավիրվեց։ Եղբայրներ, քույրեր, որտեղ նա էլ ունի զորություն եւ իշխանություն, բայց սուրբերի վրա, ինչպես գրված է, Հակոբի վրա դիվությունը չի բանի։ Հին ուխտի Հակոբի մասին է խոսքը։ Դիվային գործերը, կախարդությունները թուղթուգրեր չեն գործի։ Կան հավատացյալներ, Սուրբ Հոգով մկրտված, ջրով մկրտված, բայց գելի վախենում ասում են կարող է թուղթուգիրեն արել մեզ վրա։ Կարող է թուղթուգիրեն արել։ Մեր տան մեջ այսպեսի անհաջողություններ կա։ Հակոբի վրա դիվությունը չի բանի, սուրբերի վրա դիվական կախարդությունները, մոգությունը, թուղթուգրերը չեն ազդի։ Ուզում եմ մի շոկով անեն։
չի ազդելու։ Եղբայրներ, քույրեր, հավատացյալը չի ազդ, բայց անհավատին ազդում է։ Անհավատին ազդում է։ Ամուսին կին սիրով ապրում են, չար մարդիկ թողտուկեր անում, եկել ընտանիքում, եկել ծար չհասկացանյան բաժանվեցին։ Շատ սիրով ապրում են, մի հատ դժվարություն չեն ունեցել։ Հակառակորդը կարողանում այդպես գործել եւ ավերումներ անել։ Դրա համար իմ աղաչանքն է, եղբայրներ, քույրեր, որպեսզի մենք արթուն լինենք, տեղ չտանք հակառակորդին։ Մոտեցեք Աստծուն, հակառակեցեք, նա ձեզանից կփախչի, բայց չի գրված թե քանի մետր փախչի, բայց կարևորը փախնում է։ Կարևորը իրոք որ նա չի կարող քո կողքը կանգնել։ Նա իշխանություն չունի։ Ինչքան լույսը որ շատանում է, փորձենք խավարը, նորից եմ ասում, խավարը ներջ խուժի, ինչքան է դուրսը մութ լինի, չի կարող ներս գալ։ Իսկ դեպքեր կան, Իսրայել ասեմ աղոթքից առաջ, մարդկային գաղափարներ կան, մարդկային մեթոդներ կան, որոնք չեն օգնի։ Հələ եկեք մտածեք մի բան։ Գնացել ես մի տուն, ընտանիքով վերցրել են մեծից փոքրը, մեծ ադյալ, այսինքն քշում են։ Հարցնենք, ասեք, ի՞նչ եք անում, բազում եք խավարը դուրս անել։ Heç եղել է որ շորով, ադյալով խավարը դուրս անեն։ Այդպես բան հնարավոր է։ Սա ուղղակի անհետություն է։ Խավարը դուրս անելու համար բայց լույս է վարում։ Քրիստոսի լույսը որ հայտնվում նրա աստվածային զորությունը, եղբայրներ, քույրեր, եւ այն ժամանակ խավարը չի կարող մնալ։ Գիտեք ինչքան դեպքեր եղել են Սուրբ Հոգով որ հավատացյալը լեցված է լինում, գիտեք, փողոցից քայլելով եղել է։ Մեկը որ սովորաբար նայում է սովորական մարդ է, բայց շատերի մեջ կա դևը, չարվոկին։ Մեկը նայում է կողքով անցնում է, թփրտկում է։ Սկսում է շարժումներ անել, որտեղ Սուրբ Հոգով դու լեցված ես, նա չի դիմանում։ Պոեզի մեջ երկու եղբայր կանգնած են, մեկը նկատում է մի հատ անձնավորություն, ասես անդադ ասեղի վրա է։ Ամեն ասում է մարդը კი անհանգիստ։ Ուրեմն արդեն պետք է ինքը իջնի, բայց որ երկու տեսնում երկու հավատացյալներ են, չի կարող իրանց մեջտեղով անցնի, ազատ տեղ է։ Ասում արդեն պոեզը պետք է շարժվեր, ասում եկել, այն որ ասում է արագությամբ հազիվ փախավ գնաց։ Երկու հավատացյալների միջով չէր կարող անցնել։ Եղբայրներ քուրե, որտեղ այդ անձնավորությունը չարով բռնված էր։ Աստված օգնի մեզի, ժամանակն է լեցվելու, սրբանալու, մաքրվելու, որպեսզի թշնամին ոչ մի բան չկարողանալ։ Նրա գործերը, նրա խորաման գործերը այսօր շատ է երկրագնդի վրա։ Քրիստոսով եղբայրներ քուրեր, բայց Աստծո ժողովուրդը պետք է օրեցօր զորանա։ Սուրբ Հոգով լեցվելու ժամանակն է, որպեսզի կարողանանք չարության օրը եւ ամեն ժամանակ դեմ դնել, երբեք չնազանդվել իր կամքին։ Սա է մանավանդ այս վերջի օրերում, ինչպես Պողոս արագացում է, վերջին օրեր չար ժամանակներ պիտի կան։ Չար ժամանակ եք ապրում։ Հակառակորդը գիտի, գիտեք իր արդեն ժամանակը մոտենում է։ Գիտի։ Եվ գրված է, որ երբեք Աստված սովորաբար երբեք մարդկանց չի ստիպում, որ իրան երկրպագեն։ Երկրպագությունը դա հոժարությամբ է։ Բայց սատանան ները նա պետք է գրված է մարդկանց ստիպի, միջ անգամ սպանի, ովքեր չեն երկրպագում, մանավանդ այն արձանին, որը պետք է խոսի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, իսկ հակառակորդին դեմ դնելու համար այսօր պետք է զորանալ։ Պետք է զորանալ։ Եվ այդ իշխանությունը, որ Տերը տվել է մեզ, երբեք նորից եմ ասում, մենք տեղ չտանք հավարը, հակառակ գրված է, ես ձեզ տալիս եմ իշխանություն։ Թշնամու բոլոր զորության վրա կող կրտելու եղբայրներ քույրեր, ոչ թե նազանդվելու, այլ կող կրտելու։ Այսօր դրա կարիքը կա։ Իմ աղաչանքն է, երբ ասից թող գնացեք, կարտացեք, տեսեք այդ բոլոր զենքերը մեզ համար են։ Այդ սպառազությունը ինձ համար եւ ձեզ համար է, որպեսզի մենք երբևիցե տեղ չտանք եւ պարտություն չկրենք, նորից եմ ասում, վնաս չկրենք։ Ինչպես շատերը, նրանք վնաս են կրում, ինչքան դեպքեր են եղել։ Ինչքան կան հոգիներ, որոնք հարձակման տակ են, գիտեք, հակառակորդ թշնամի կարողացել է գցել իրան ծուղակը, տանջվում, տառապում են, բայց վերջերջով Տերը ուզում է որպեսզի ծոմապահության աղոթքով նրանք էլ ազատվեն եւ իրոք որ ուրախություն եւ խաղաղություն գտնեն։